գյուղի պատերին թուրքերի անուններ էր գրված։ Շրջափակումը եկավ մեր իրականություն պատերազմի դեմքով։ Ամեն օր նիհարում էր երեխայի աչքի դեմը։ Արցախը չդիտարկվեց որպես մերը։ Թուրքերը մոտեն մենք քաղաքին, գնացեք, դիկին գնացեք, թե անցնեք։ Մեզ էլ կտանեք ձեզ հետ, տարեք էլի մեզ էլ ձեզ հետ։ Մենք հրաժեշտ տվեցինք մեր տանը։ Մեզ հետ տանելով մոտ 30 կին եւ երեխա։ Մենք ուղղակի ընտրեցինք չմեռնելը։ Իմ հոգին ցավում է։ Սոնա Ադամյան, ծնվել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հերհեր գյուղում, ամուսնացել եմ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում, բնակվել եմ Մարտակերտ քաղաքում վերջի տարիներին եւ վերջի մոտավոր 10 տարիներին եղել եմ Մարտակերտի ՔԿ բաժնի պետը։ Երբ առաջի անգամ ես եղա Մոխրաթաղում, ես արդեն անմիջապես ականատես էի զավթված, գրավված, թալանված գյուղին։ Առաջի անգամ Գարիկենս տուն երբ որ մտանք, ոչ մի բան չկար բացարձակ։ Գյուղի պատերին թուրքերի անուններ էր գրված եւ ոչ միայն իրենց, այլ գյուղի բոլորի տներին։ Իրանք արդեն ոնց էր նշել էին ում պետք է պատկանա տվյալ տունը։ Ու գյուղի բոլոր տները այդպեսին էին։ Ամուսնուս բուժքույր ուներ Հրետանում, աղավներ անում, ինքը շատ հայնասեր աղջիկ էր։ Ինքը անձամբ իր ձեռքերով մաքրեց այդ թուրքերի անունները, ասես արի միասին մաքրենք։ Ու մենք միասին մաքրեցինք, բայց շատ ցավոտ էր այս ամեն ինչը։ Միաժամանակ նաև ինչ որ ուժի ոգևորման ինչ որ մի բան կար, որ երկու անգամ ապաստորեն գյուղը անցել թշնամու դիապետության տակ, երկրորդ անգամ ազատագրվել էր եւ ազատագրումից հետո նորից շենանում էր որպես մեր գյուղ, որպես հայկական գյուղ։ Երբ սկսեց պատերազմը, Արթուր ծառայում էր ջրականում, ես անմիջապես հենց մտքում ասում եի Տեր Աստված պահես որդուս, ու ինչ բան չէր գալիս մտքիս։ Անգամ այդ արկերը որ թափում էին Մարտակերտում, չէի զգում, որ ինձ մոտ են թափում, որտեղ մտքով անդադ ես այնտեղ էի, հենց իր հետ էի։ Վերջի լուրը մենք ստացանք հոկտեմբերի 15-ին։ Ձայնը շատ իր նման չէր, ու ես հասկացա, որ բանը ինչի, ես ասացի հուշեջափակման մեջ չես, ասես չէ, բայց հայրը գիտեր, ինքը որ հետ կապ ուներ, ինքը ասում էր, որ տղան շրջափակման մեջ, ես չգիտեի ուղղակի, ինձ խնայում էին, համարյա հոկտեմբերի 20-ից 22 ամուսինս եկավ ու ասեց, որ Արտուրը մնացել է Հադրութում, ու վերջ։ Բայց այդ պահին իմ միտքը, իմ հոգին ուրիշ բան էր ասում։ Ոնց որ ինքը իրականում ուրիշ բան էր կատարում, ես ուրիշ բան էի զգում։ Ոնց որ զգացողությունները լրիվ ուրիշ տեղ էր։ Գործողությունները լրիվ ուրիշ տեղ։ Ու ես այն ասացի ուժավակի, ուղղակի ուժավակի։ Արտուր ողջ է, ու մենք պետք է գտնենք Արտուրին։ Երբ որ ես գնացի պաշտպանության նախարարություն, տարբեր տեղեր եմ գնացել այդ ժամանակ, ու ինչ որ մեկը ինձ ասեց գնացեք, դիկին գնացեք, թե անցնեք։ Ամեն օր զգում էի, որ ինքը սպասում է մեզ։ Մի անգամ ես տեսա իրանք ինչ որ քարանձավի նման տեղ էի, այնքան գունավոր էի տեսել այդ ամեն ինչը, զանգում եմ ամուսնուս ասում եմ իրենք ինչ որ մի քարանձավում են։ Իրենք ինչ որ մի քարանձավում են, գիտես, ասում եմ Արտուրն է, իր հետ ընկերներ են, ես զգում եմ, որ իրենք ինչ որ քարանձավում են։ Ու հետո երեխեքը երբ որ դուրս եկան, ասեցին, որ իրանք իրականում ինչ որ մի տեղ էին թաքնված, որ իրանք անունը դրել էին Պիշերա, ինքը շատ նման էր այդ քարանձավային բանին, էլի։ Արտուրի մասին որ ստացանք դեկտեմբերի 17-ին, Արտուրից հանեցին, տեղից բերեցին դեկտեմբերի 20-ին։
շրջափակումը եկավ մեր իրականություն պատերազմի դեմքով։ Ինքը պատերազմ էր, ուղղակի դեմքն ուրիշ էր։ Ես ամեն օր տեսնում էի հյութող, հոգեպես հյութվող անգամ մարդկանց, ու մեր յուրաքանչյուր օրը նախորդ օրվա համեմատ ավելի դժվար էր։ Մենք հասկանում ենք, որ վաղը ավելի դժվար է լինել։ Զրկանքներ, ամեն տիպի ճնշումներ։ Ադրբեջանը փաստորեն շրջափակմամբ փորձեց ուղղակի ստրկացնել, բռնատեղահանումը պատերազմ էր, ուրիշ դեմքով ուղղակի։ Ու պայքար էր, իրական պայքար։ Այդ պայքարը միայն հացի համար չէր։ Մարդիկ ավելի շատ հույսի կարիք ունեին, քան հացի, չնայած հաց չունեին։ Շատ ծանր էր ամեն օր մարդկանց հույս բաժանել։ Այդ հույսը ես ստանում էի վերևից ամեն օր, որովհետև մենք ուրիշ կողմ նայելու տարբերակ չունեինք։ Ոչ հյուսիս, ոչ հարավ, ոչ արևմուտք, ոչ արևելք, ամեն ինչ փակ էր։ Մենք կարող ենք դեպի վերև նայել միայն ու վերևից ստանալ այդ հույսը։ Ես մտածում եմ, որ այս փորձությունը այս դեպի Աստծու մոտենալու ավելի լավ, ամենալավ ճանապարհը կլինի։ Մենք այնքան կմաքրվենք ու կմոտենանք նրան ու այլ գույներ կստանա կյանքը։ Չկարողացանք ցավոք։ Ես հավատում էի Արցախի այլ ապագային, այլ գալիքին։ Ես հավատում էի պայքարի այլ ելքերին։ Դա մեզանից հեռու չէր իրականում։ Դա հնարավոր էր, չստացվեց, որովհետև մենք միայնակ էինք այդ ողջ պայքարի մեջ, լրիվ միայնակ։ Կյանքի ու մահվա միջև պայքարող Արցախին ոչ մի իրական ձեռք չէր հասնում։ Ոչ մի իրական ձեռք։ Իսկ ինչու Ադրբեջանը, մեր թշնամին, ինչու անմիջապես չսկսեց պատերազմը, եթե մենք այդպես փախնող էինք, եթե մեր հողից այդպես մենք շուտ կտրվող էինք, ինչու այն մարդիկ, ովքեր առաջ են քաշում թեզեր, որ մենք թողել ենք մեկօրյա պատերազմից հետո փախել, չեն ասում, որ Արցախը միայնակ պայքարել է 9 ամիս, լինելով տոտալ շրջափակման մեջ, ծացելով, ողբալով, գոռալով, պայքարելով, իր հողից չկտրվելու, միայն իր հողում ապրելու իրավունքը իրացնելու նպատակով։ Այդ հողը, մենք ասում ենք հող, ըստիս հենց շրջափակումը մեզ երկրի ու երկնքի միջև մի ուրիշ ուժ էր ստեղծել։ Հողը ավելի էր կարևորվել մեզ համար։ Անգամ այն մարդիկ, ովքեր երբևէ հող չէին մշակել, մշակում էին, որտեղ հողն էր սնում մարդկանց։ Հողի կարևորությունը մենք շրջափակման ժամանակ ավելի շատ զգացինք։ Չնայած ինքնին հենց Արցախի հողը, ինքնին սուրբ նահատակների արյամբ լցված հող էր եւ սրբացված հող էր։ Եվ նրանից հեռանալ ու թողնելը այդպես հեշտ չէր, թշնամին դա շատ լավ գիտեր, որ մենք այդպես հեշտ գնացողը չենք։ Դրա համար մեզ հյուծեց 9 ամիս, հասկացրեց, որ դուք պետք է կամ ստրկանաք, կամ ենթարկվեք ինձ, հասկացրեց, որ ձեզ ոչ մեկ օգնության չի հասնելու, եւ սկսվեց այդ ցեղասպանման պատերազմը, ես կասեի, դա պատերազմ չէր ուղղակի, որովհետեւ դա ավելի շատ ցեղասպանության մոլուցք էր մեր դեմ։ Այնտեղ ապրող գտնող յուրաքանչյուրս հասկանում ենք, չստացվեց, որովհետեւ հանրությանը տրվեց այնպիսի թեզեր, ինչպիսին են ձեր Արցախի համար,
Ձեր Արցախի համար արեցինք, ձեր Արցախի համար պայքարեցինք, Արցախը չդիտարկվեց որպես մերը, ընդհանուր հայությանը սկսեց առանձնանալ որպես ձերը, այդ անջրպետ առաջացավ արդեն մեր գաղափարաբանության մեջ, մեր հոգում, մեր հարաբերություններում, որովհետև հայրենիքի համար պայքարը, նահատակությունը, այդ սրբագործ, իրականում սրբագործ նահատակությունը համարվեց հանուն ոչնչի, հայրենիքը դարձավ ոչինչ, հանրության մասը սկսեց Արցախին նայել որպես ուղղակի իր խաղաղությանը խանգարող հանգամանք, մարդիկ կան, որ ասում են կարող եք մնալ, ապրել այնտեղ, չէ՞, ուղղակի ես այդ մարդկանց մի հարցով եմ ուզում պատասխանել, իսկ ում բանակում պետք է ծառայեն մեր տղաները, և ում դեմ պետք է կռվեին մեր տղաները, Հայաստանի? Բլոկադայի վերջի օրերն էին, ես հացը սենց քիչ էր մնում, կտորներ կար, ես չորացնում էի դրանք, մենք հագին տենց հավաքել էինք այդ չորացրած հացերը, մենք որտեվ ավելի դժվար օրերի էինք սպասում, անգամ մեկ կտոր չոր հացը չէր կարող ուղղակի դեն շպրտեիր, ու տենց հավաքում էինք, ես անդադ մտածում էի, որ եթե լինի պահ, գոնե, ասենք այդ հացը կարող ենք օգտագործել, մենք հարևանն էինք, ում դպրոցահասակ երեխա ուներ, ու այդ տղա երեխան ուղղակի հյուծվում էր իմ դիմաց, ես տեսնում եմ ոնց է հյուծվում, ոնց է նիհարում, չնայած իրենք տան մեջ ամեն ինչ անում են, որ հենց առաջի սննդը իրան հասցնեին, բայց ես թվում էր, թե որ ինքը ամեն օր նիհարում է, ամեն օր նիհարում էր այդ երեխանի աչքի դեմը, ու էլի երեխեք, էլի շատ երեխեք, էլի շատ մարդիկ, մի անգամ ես հիմնական դեղորայք եմ օգտագործում, որ մշտական օգտագործմանը, մի անգամ ես Facebook-ում կարդում եմ, որ ինչ-որ մեկի համար այդ դեղը երկակի դեղաչափով անհրաժեշտ է, որովհետև ավարտվել է նրա դեղը։ Իմ մոտ մնացել էր 2, այսպես կոչված լիստ, այդ դեղից։ Ես առանց մտածելու պայմանավորվեցի անծանոթ մարդիկ հետ, չգիտես Ստեփանակերտից էին, ասացի ես կտամ ձեզ, ուղղակի չգիտեմ ինչպես ուղարկել, որովհետև տրանսպորտ չկար։ Ու երբ որ ես անեցի, ամուսինս ինձ նայեց ու ասաց, բա որ քոնն էլ ավարտվի, չհասցնենք։ Ես ասացի, իրենը արդեն ավարտվել է, եթե ինձ 30 օրվա պաշար տեղ ունեմ, իսկ ինք այսօր չունի և կրկնակի է օգտագործում, տվյալ մարդուն 15 օր գոնե կհերիքի է դեղերը։ Ու անմիջապես տես պայմանավորվեցինք, ուղարկեցի, ես մարդիկ ովքեր ուզում են դեղը պիտի վերցնենք, առաջարկում էին գումար, ասում են գումար տանք չգիտեմ, ասում եմ այ մարդիկ ինչ գումարի մասն է խոսքը, դուք ինչի մասին եք խոսում էլի, մենք այն իրավիճակում չենք, որ տես խոսենք։ Ես գալիս եմ sense հանգիստ խաղաղ տուն, հանգիստ, կարծես ինչ-որ մեկի համար մի չգիտեմ ով, բայց ինչ-որ մի լավ բան է կատարվել։ Գալիս եմ տուն ու 3 օրից հետո մեր դեղատան աշխատողը զանգում է, ինձ ասում է, գիտես, քո դեղերից ստացել ենք, արի քեզ դեղ տանք։ Շորտի մի մասի մոտ տագնապը կար, միշտ էլ կար այդ տագնապը, մարդիկ ասում են կարող է հանկարծ պատերազմ լինի։ Սեպտեմբերի 19-ի գիշերը մենք ինչ-որ մի հատ նկղում էինք ու անդադ լուրեր էին գալիս, որ թուրքերը մոտենում են քաղաքին, մոտենում են Ստեփանակերտին, շրջափակել են գյուղեր, տարատեսակ այսպես իրարամիջ լուրեր էին գալիս, բայց անդադ ասում են, որ մտնում են քաղաք, Մարտակերտի մատույցներում են, իրանք մտնում են քաղաք, տղաները չնայած տալիս են ազնուրած կռիվ, բայց բավարար չէ, մեծականակ հոսքի դեմ ու նրանք ֆոտով կմտնեն նաև Մարտակերտ, կտրելու են Մարտակերտ տալերիությամբ Ստեփանակերտից, այլ տարածքներ տեղափոխվելու անհնարինությունը առաջալու, այսպիսի լուրեր էր անդադ տարածվում ու շատերը արդեն փորձում էին տեղափոխվել Ստեփանակերտ, կամ պետք է ընտրենք մեռնելը, կամ պետք է ընտրենք չմեռնելը։ Մենք ուղղակի ընտրեցինք չմեռնելը։ Ցավոք սրտի շատերը այդ տարբերակը այդ հնարավորություն չունեցան, կռիվ տվեցին, զոհվեցին, իմաստը պայթունից զոհվեցին, իմաստը գերի վարվեցին,
անգամ այդ չմեռնելու տարբերակը մարդիկ շատերը չունեցան։ Մեռներն էլ ինչ որտեղ պատիվ կարող էր լինել, եթե ուղղակի մեռնեիր մի գնդակից, մի արկից, բայց չխոշտանգվեիր, չգերեվարվեիր, այդ չգերեվարվելու, չխոշտանգվելու, բռնության չենթարկվելու սարսափը ավելի մեծ էր, քան ուղղակի մեռնելու։ Նկողում ահագին կանայք ու երեխեք կային։ Մի մասի պապաները դիրքեր կային, մի մասի ամուսիններն են դիրքերում։ Մեր մեքենան բեռնատար Ֆորդ էր։ Մենք պետք է գայինք տուն, փաստաթղթեր ուղղակի հնարավորինս վերցնեինք, մտածում ենք ինչ-որ բան կարող ենք մեզ հետ վերցնել, թե ոչ, թեկուզ ուտելիք, որտեղ Ստեփանակերտում էլ ոչինչ չկար։ Ու երբ որ ես ուզում եմ եկողս դուրս գայի, իմ հետևից ահագին կանայք ասում են, մեզ էլ կտանեք ձեզ հետ, տարեք էլի մեզ էլ ձեզ հետ։ Ես նայեցի ամուսնուս ասում եմ, ինչքան տեղավորվում եք, եկեք մեքենայի մեջ, քանի հոգի կտեղավորվեք։ Ու այդ բեռնատարի մեջ, երբ որ նստելու անգամ տեղ չկար, կանայք ու երեխեք էին նստել ու ընդհանրապես տեղ չկար ոչ մի տեղ, երբ որ դուռը սենց բացում մեր, ուղղակի կարող եմ երեխա ընկներ։ Շատ թանկ մեղր էինք առել այդ բալոնով։ Ես մտածում եմ գոնե դա կվերցնեմ, որ մարդիկ սենց կբաժանեին իրար էլի, մարդիկ կուտեին, բայց տեղ չկար մեղրներ վերցնելու։ Ընդհանրապես սեղանի վրա մի կտոր հաց էր, մի կտոր պանիր էր, չգիտեմ որտեղից հայթայթված, դա վերցրեցինք ու ոնց ասում են հոգեպահոս մի բուր կոնֆետ, մտածում եմ երեխեքին կտամ, ինչ-որ մի երեխա կուզենա ու տենց երեխեքի մեկ ուրախացնում է։ Ու տենց էլ վերցրեցի, ասեցին երեխեքը, որ ուրախանան գոնե, էլի տենց ջմրթված վիճակով գնում են գոնե ուրախանան։ Այդտենց մենք հրաժեշտ տվեցինք մեր տանը, մեզ հետ տանելով մոտ 30 կին եւ երեխա այդ փոքրիկ բեռնատարում։ Երբ որ հասանք Ստեփանակերտ, հասկացանք, որ ճանապարհը մեր հետևից փակվել է արդեն։ Մարտակերտի բնակչության մի մասը մի կերպ դուրս էր եկել, մի մասը գտնվել էր, մնացել էր Մարտակերտում։ Մի կողմից իմ հարազատներն էին Մարտունիում, ումից ես լուրեր չունեի, հերհերում էին իմ հարազատների հիմնականում, Ստեփանակերտում նույնպես ունեի քույրիկս, որ կրկժանում են նրանց հետ ոչ մեկը չէր ստացվում կապ պաշտպանել։ Ասում են թուրքերը կրկժանում են։ Չգիտեի որտեղ փրկեի, ասում են այնտեղ արդեն հայեր չկան, մենք հասանք Ստեփանակերտ, ասում են այնտեղ չկան, նրանք բոլորը արդեն ուրիշ տեղեր են։ Այդ օր երբ որ հասանք մենք Ստեփանակերտ, ես սկսեցի իմ հարազատներն էլ փնտրել, ոչ մի ձև չէր ստացվում, որ մեկից լուր ստանալ։ 3 օր ես փնտրել եմ Ստեփանակերտում մերոնցից լուր Մարտունիում եւ քրոջս ընտանիքը, ովքեր կրկժանից մի կերպ փոքր երեխեքի հետ, հորինկների հետ եկել են ու համալսարանի այդ սենյակներում տեղավորված էին։ Ինքը ուրիշ պատերազմ էր։ Ինքը միջև վերջի մանուկը կոտորելու պատրաստ պատերազմ էր։ Ու դա գիտակցում ենք այնտեղ գտնող յուրաքանչյուրս։ Դա եղել է ոչ թե վախի, դա եղել է վաստացման, ամոթի, լրիվ անօգնականության, թուլության, գիտեմ ամենատարր զգացումների մի բույն, որ ոչ լացով, ոչ կորալով, ոչ աղմկելով, ոչ մռելով չես կարող այդ զգացումներից ազատվես։ Դա կույտ էր, երբ որ մեր հայրենիքից մեզ ուղղակի թուրքը թույլ է տալիս, որ մենք դուրս գանք։ Դա դաշան է, այդ հատվածն է շատ ահավոր դաշան, որտեվ երբ որ ես մտածում եմ Արցախի մասին, իմ հոգին ցավում է, դեռ շատ է ցավում։ Ես աշխատում եմ ինչ որտեղ դեռ այդ դուրը փակ պահեմ ինձ համար, բայց դա չի նշանակում, որ ես դադարում եմ երազել կամ ընդհանրապես փակում եմ այդ դուրը։ Ուղղակի այս պահին ինքը ինձ շատ է ցավացնում։ Կարոտում եմ ամեն ինչ։ Կարոտում եմ անգամ ես համար անտանելի թվացող այդ ցեղը, որի հետ առնչվել եք մեկ։ Կարոտում եմ մարդկանց։ Կարոտում եմ ոնց որ ինքը իմ մարմնի մի մասը լինի։ Բայց որը պրոթեզավորման ենթակա չէ։ Այն օրգանն է, որ առանց որի չի ապրել։